Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախկին падգամավոր Ռոբերտ Բեգլարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բեգլարյան։ Բարև ձեզ։ Պարոն Բեգլարյան, արդեն հայտարարվել է Իրանում երրորդյա սուկ, այս ցույցերի ընթացքում զոհվածների հետ կապված նաև խոսվում է 544 զոհի մասին, ընդհանուր առմամբ կուզենամ նաև դուք նշեք, թե ինչ տվյալներ ունեք եւ ինչ տեղեկություններ ունեք այդ առումով դուք, եւ նաև ավելի վաղ Իրանի նախագահ Մազուդ Փեզեշքյանը երկրում տեղի ունեցողը բողոքի ցույցերի մասին ասել էր, որ ահաբեկիչներ են բերվել երկիր, նրանք մսկիթներ են այրում, մարդկանց են սպանում, որոշներին գլխատում, պարոն Բեգլարյան, դուք ինչ եք կարծում, իսկապես դա հավանական տարբերակ է, թե այս կերպ Իրանի իշխանությունները փորձում են արդարացնել ցուցարարների վրա եղած այդ մեծ ճնշումները։ Կխնդրեմ ներկայացնել այս պահին ինչ ինֆորմացիա եք տիրապետում դուք։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Ինչպես ասացիք եւ կարծում եմ բոլորն էլ տեղյակ են, արդեն 4-րդ օրն է, որ Իրանի հետ ընդհանրապես ինտերնետային կապը խանգարված է։ Չի ստացվում է խոսքով ոչինչ կապ ունենալ։ Իհարկե իշխանությանը մոտ որոշ լրատվամիջոցներ ակտիվ են եւ նրանց հետ լինում է տարբեր միջոցներով, ընդհանրենք Telegram-յան կանալով տեղեկություններ ստանալ։ Մի երկու արտաքին ըստ իս որոշ չափով ավելի հավաստի դեմքերի չանալներ էլ կար, որոնք ինչպես ասում են Starlink-ի միջոցով տեղեկություններ են ստանում։ Ամենայն դեպս այդ ընդհանուր թվերի մասին ես զոհերի մասին ճշգրիտ չեմ կարող ասեմ, իհարկե այդ իշխանության մոտիկ լրատվամիջոցները 3 կարծում եմ հայտարարեցին, որ 130 ոստիկան ու զինվորական է զոհվել, այսինքն բացնայիբաց հայտարարեցին եւ ուրեմն հետեւաբար վստահ ցուցարարներից տարբեր մակարդակի տարբեր քաղաքներում կակնկալվի, որ ավելի պետք է զոհեր լինեն։ Հիմա 230-ի մասին տարբեր տեսակետներ կար, մինչև նախ անցյալ օրը 65 հոգու մասին էր խոսվում։ Նաև 3 ֆիլմեր տարածվեց այսպես դատաբժշկական շրջապատից, սառնարաններից, դիակները եւ այլը, ինչու՞ չէ այսպես հրշեջ մարմինների աշխատողներ, որոնք դժբախտաբար հրկիզվել էին, այդպես խոսքով տխուր տեսարաններ շատ կար։ Հետևաբար այդ բոլորը ճիշտ են։ Ես կարծում եմ, քանի որ նաև հրետորաբանությունն ու հայտարարություններն էլ եղել են նախկին օրերից, հավանականությունը շատ բարձր է, որ իսկապես իսրայելական եւ որոշ չափով ամերիկյան այսպես ուժերի կամ գործակալների միջամտություն, հատկապես այդ տեսարանները, որ բռնագրավված զենքերի մասին է ցրվում, իհարկե գիտենք էլ նման պարագայում ամեն ինչ կարելի է վարկած համարել, բայց ամենայն դեպս սրանք մեկ խոսքով այդպես է, որ հիմք է հանդիսանում, որ հետեւաբար իշխանությունը իր ձևով սանձի եւ վերահսկելի դարձնի իրավիճակը։ Այսօր հայտարարվեց, որ Թեհրանում ժողովուրդը հօգուտ իշխանության ցույցեր են կատարում, 3 ուրիշ քաղաքներում էլ կար, նաև ինչու՞ չէ որոշ այսպես զոհերի հուղարկավորության ֆոնի վրա նաև հակատերորիստական այսպես ցույցերի մասին խոսվում էր։ Այս ընդհանուր կացությունն է եւ հիմա տեսնենք ընթացքը ոնց է։ Այսինքն մի կողմից իշխանական ցույցեր են, մյուս կողմից հակաիշխանական ցույցեր։ Հիմա ես կարծում եմ արդեն եթե ուրիշ տեղեկություններ չլինի կամ ինչ որ անկյունադարձային փոփոխություն չլինի, կարծում եմ արդեն մենք այն հանգրվանն ենք թևակողել, որ իշխանական ցույցերը ավելի գերակշիռ են։ Իսկ որքանով կարելի է վստահել այդ տեղեկություններին, հաշվի առնելով, որ ինտերնետը արդեն ամբողջությամբ համացանց։ Գիտեմ, վերջապես դա ամենի համար կարող է հարց լինի, բայց ամենայն դեպս այդ տեղեկությունները, որ կան, արկա են, դրանք են։ Բայց ես որոշ չափով էլ հենվում եմ նախկին փորձերի վրա, որ անպայման չի կարելի միշտ նույնը կրկնվի, բայց նաև չի կարելի վերջնականորեն ասել, թե ուրիշ ձև կընթանա։ Ամենայն դեպս անկեղծորեն իմ կարծիքով ներկա իրավիճակում անկախ ամեն ինչից հիմա շատ կարող է երկար մասին խոսել, առանց արտաքին միջամտության չեմ կարծում, որ Իրանում իշխանափոխություն կամ որևիցե նման այդպես անկյունադարձային կտրուկ փոփոխություններ լինի։ Արտաքին միջամտություն ասելով հասկանում ենք հստակ Միացյալ Նահանգներին եւ Իսրայելը ինչու՞ չէ։ Ես կարծում եմ հենց Թրամփի այդ արտահայտությունը, որ հիմա թեպետ այսօր այդ մասին ուրիշ
հարցազրույցներում խոսել է Ամերիկայի նախագահը, թե եթե դուք այս քայլերը վերցնեք ժողովրդին կրակեք, մենք կմիջամտենք, դա գուցե նաև ինչ-որ փորձում են այդ հոգեբանական մթնոլորտը ստեղծեին, որ Իրանի իշխանությունը մի քիչ հետ նահանջի եւ ժողովուրդը կարողանա մեծ թիվ արձանագրի եւ այդ process-ները, որ պետք է գնան դեպի փողոցում ավելի խիստ ներկայության ժողովրդի կողմից դա իրագործվի, որը ըստ երևույթին չի հաջողվել։ Պարոն Բեգլարյան, բայց տեսեք, ինտերնետ կապը համացանցը ամբողջությամբ անջատվեց 5 շաբթի, հունվարի 8-ի երեկոյան, երբ Իրանի գահաժառանգ Ռեզա Փեհլևիի այդ համացանցում իր հայտնի տեսանյութից հետո տեսանյութը նախ մեծ դիտելիություն ունեցավ եւ հետո ցուցարարների քանակը այսպես միանգամից շատացավ, բազմապատկվեց եւ սկսեցին հակակառավարական այդ վանկարկումները Ալի Խամենեին ուղված բոլորը վանկարկում էին անգամ Մահ Խամենեին եւ այսպես շարունակ հենց դրանից հետո համացանցը եւ միջազգային նաեւ հեռախոսազանգերը փակվեց։ Հիմա այստեղից կարելի է նաեւ ենթադրել նույն Ռեզա Փահլավին նաեւ արձանագրել է իր վերջին տեսանյութում, որ սա վախի նշաններ է եւ իշխանությունները վախենում են տապալվելուց, այսպես ասեմ, եւ նաեւ Փահլավին հայտարարել է, որ նոր փուլ են մտնում ազգային պայքարի։ Ինչպես սա հասկանալ։ Այսինքն չեն նահանջելու, չեն հանձնվելու, ճիշտ եմ հասկանում։ Ում մասին է խոսքը չի։ Փահլավին եւ ցուցարարները։ Փահլավին ըստ էության ուղղորդում է ցուցարարներին։ Ինքը այդպես հանդես է եկել եւ փորձում է հանդես գալ, փորձում է ինչ-որ միահամուռ կամք ստեղծել այդ ուղղությամբ, բայց եթե հարցը հիմա իհարկե դուք լավ գիտեք, քաղաքական հրետորաբանությունը տարբեր կողմերը նման իրավիճակում բնականաբար թե կսրվի, թե կփորձեն, որ յուրաքանչյուր պատրվակից օգտվել այդ հրետորաբանությունը շեշտակի դարձնել կամ նոր հրետորաբանություն հանդես բերել, բայց ես կարծում եմ այստեղ մեկ կարևոր հանգամանք կա։ Իրանում նախ այդքան որ ես եմ տեղյակ կամ որոշ վերլուծաբաններ ասում են, ամենայն դեպս Իրանից դուրս օպոզիցիոնը ամենայն դեպս այսպես միակամ չեն։ Հենց ինքը Փահլավին բազմիցս այսպես երերուն իրավիճակ է ունեցել, թե իրեն դեմքեր մոտեցել, թե առանձնացել եւ այլ։ Եվ հատկապես Իրանի ներսում էլ առիթ չի ընձեռվել, որ համապատասխան եւ ակտիվ այսպես սոցիալական հասարակություն ձևակերպի, civil խոսքով society ձևակերպի, օպոզիցիոնը այդպես գոյություն չունի։ Հարցերից մեկը որ ծագեց նաեւ այս էր, որ երբ ցույցերը սկսեցին հատկապես շուկայից այս ժամանակահատվածում եւ պարոն Փեզեշքյանը գիտեք որ փորձեց հանդիպումներ ունենալ, հիմա այդ պարագային, քանի որ խոսքը Թեհրանի շուկայի մասին էր եւ իրենք անմիջական կապեր ունեն արհեստակցական միությունների կողմից, ասենք ինչ որ դեմքեր կային, բայց ընդհանուր առմամբ այդ խավը, որ փողոցներում հետո մյուս հանգրվանում գտնվեց, բնականաբար ոչ կազմակերպված էին, ոչ ըսկի ներկայացուցիչ ունեին, որ հանդես գային։ Խոսքս էս է, երբ որ օպոզիցիան տարբեր այսպես պրիզման քննարկում ենք, թե արտաքինը, թե ներքին, այդ լիդերների եւ մեկ խոսքով գաղափարապանության եւ հետակա հերանեկարների որևիցե նշույլներ չի երևում։ Հիմա ես կարծում եմ անկախ այդ հնարավորությունն որ մեկ-երկու հստակ արբանյակային հերոստալիքներ իսկապես իմի եկան եւ նախկինից էլ կային ավելի ուրիշ ծեփ, բայց այդ ժամանակահատվածում շեշտակի կայնեցին Ռեզա Փահլավիի կողքին, դա գուցե ժողովրդի ինչ որ մասը հոգեբանորեն մի պահ այդ ընկալեց, որ այս պահին ինչ որ սիմվոլ, ինչ որ լիդեր ունի, անկախ այդ որ հիմա իհարկե մենք գիտենք որ վերջապես թակավորական հակումներ միշտ եղել է Իրանում շատից քչից, գուցե ասենք ներկա հանգրվանում երկրի սոցիալ-տնտեսական պայմաններ եւ ինչպես ասացին նման օպոզիցիոնի բացից ելնելով ավելի գուցե ասել բյուրեղացել է, ես չեմ կարող դրան հերքել, ուրիշ փաստեր չունեմ, բայց կարծում եմ այն հանգամանքը եւ այդ օպոզիցիոնի եւ հատկապես ներկայացուցչական կապերի բացակայությունը թե դրսում թե ներսում դա օգնել է որ ավելի եւ նաեւ ինչու՞ չէ տեխնոլոգիաների հարցն ու ինչպես ասացինք արբանյակային հեռուստացույցերի դա այդ առիթն ընձեռում որ ժողովուրդը մեկի գտնի եւ եթե ասենք իշխանությունը վախեցել է կամ մտահոգվել է դա ես դրան շատ նորմալ եմ համարում որովհետեւ արդեն առաջի օրերից հետո տեսանք հետը ցույցերը ուրիշ բնույթ ստացան թե
հորիզոնական առումով, այսինքն այդ խավերի առումով որ մասնակցում են եւ թե ուղղահայաց, այսինքն ուղղահայաց թե հորիզոնական աշխարհագրական։ Սրանք բնական է, որ իշխանությանը կտաներ դեպի տարբեր ոճի, այսպես վերաբերմունք, որը կարծում եմ եկե հիմա ձեր հարցին պատասխանելով, որ եթե այսպես Ռեզա Փահլավին հանդես եկել սա նշույլները, որ ցույցերը ուրիշ թափով կստացվեն, ես կարծում եմ արդեն այս վերջի երկու օրվա կամ հառաջիկա երկու օրվա իրավիճակը արդեն խոսուն կլինի, թե իսկապես կարողացել են թևակողեն մենք նոր հանգրվան թե չէ։ Պարոն Բեգլարյան, բայց ընդհանուր առմամբ կարող ենք արձանագրել, որ այս ցույցերը նախկինում եղած բոլոր այդ բողոքի ակցիաների ցույցերի ֆոնին աննախադեպ են կարծես թե ներգրաված են բոլոր մարզերը, բոլոր քաղաքները գրեթե։ Այդ առումով այո, կարելի է ասել, բայց ասում եմ, կարծում եմ, որ իմ մասնավոր ես վերջի 1 տարվա եւ հատկապես պատերազմից հետո Իսրայելի հետ պատերազմից հետո իրադարձություններ, որ տեղի ունեցավ եւ իմ մասնավորի տնտեսական իրավիճակը, որ այդ խթանը հանդիսացավ ներկա պորտկումների, մեծ իմաստով մասնագետները զգուշացնում էին, որ երկրում նման, այսինքն երկիրը հղի է նման այսպես թոհոբոհի։ Այդ առումով պետք է ասեմ, որ սпасելի էր, բայց հիմա թե ծավալը կամ ինչպես ասացինք իր ուղղահայաց եւ հորիզոնական որակը եւ բովանդակությունը ինչ կարելի է լինել, ես կարծում եմ կանխագուշակելը բնական է, որ դժվար կլիներ։ Փահլավի վերջին տեսաուղերձում նման միտք կա, մեջբերում եմ, պարոն Բեգլարյան, մենք չենք նահանջի, Իրանի ազատությունը մոտ է, մենք մենակ չենք, միջազգային աջակցությունը շուտով կհասնի։ Դուք ձեր խոսքում նշեցիք, որ առանց միջազգային արտաքին միջամտության հնարավոր չէ հասնել իշխանափոխության։ Իսկ միջազգային ինչպիսի աջակցության մասին է խոսում Փահլավին եւ արդյոք կարող ենք ենթադրել, որ այնուամենայնիվ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստվում է միջամտել եւ իշխանափոխությունը, այսպես ասած, անհերքելի է այս փուլում։ Միջազգային ես կարծում եմ ինքը վստահ նկատի ունի Ամերիկային եւ Իսրայելի։ Հիմա եթե ասենք այս պահին Ամերիկան ինքը միջազգային է հանդիսանում, կարելի է ասենք որոշ հարևաններ կամ եվրոպական երկրներ այսպես լրությամբ հարցերը հետևեն կամ հենց առայն որ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության եւ այդ քաղաքական արժեքների հիման վրա դատապարտում են, հենց այդպես էլ կդատապարտեն եւ լրությամբ կսպասեն տեսնեն Ամերիկան ինչ անում կամ Իսրայելը ինչ կանի, բայց ուրիշ միջազգային միջամտություն ես չեմ կարծում այդպես, որ Ռեզա Փահլավին ասում, այդ ուրիշ ձևի չեմ ակնկալում լինի, բայց ի վերջո այսինքն Վենեսուելայի օրինակը այստեղ գոնե բացառում ենք նման բան հնարավոր չէ։ Ես բացառում եմ կամ շատ դժվար եմ տեսնում, որովհետև գիտեք, քանի հանգամանք կա, նախ անկախ Իրանի իշխանության կարողականությունը եւ Իրանի աշխարհագրական դիրքը, մեկ խնդիր կա, ամենայն դեպս Իրանի ժողովուրդը անկախ ներկա պորտկումներից, որ հիմա տեսնում ենք, ընդհանուր առմամբ Իրանի ժողովուրդը զգայուն է արտաքին ուժերի վերաբերյալ։ Դա պատմության ընթացքին հատկապես իր 20-րդ դարի պատմությունը ցույց է տալիս։ Մյուս կողմից այն որ իրոք Իրանի քաղաքական համակարգը բավականին շերտավորված է։ Այդպես ճիշտ է երկրի հոգևոր առաջնորդը բոլորի այսպես դեմ հանդիման այսպես աչքի առաջ է, բայց այդ շերտավորումները ինձ թվում է ուրիշ ոլորտի մակարդակ հարց կառաջացնի։ Բացի այն, ամենայն դեպս Իրանը դեռ կրոնական երկիր է եւ դեռ իշխանությունը բավականին կարծում եմ լծակներ ունի, հատկապես ասենք թե զենքի առումով, թե մարդուժի առումով, թե մոբիլիզացիոնի առումով կարողանա անի այսպես հանդես բերի։ Դրանք կարծում են հարցեր են, կարծում եմ լուրջ հարցեր են։ Ես վստահ եմ, որ ամերիկացիներն էլ գիտեն ամերիկացիների փորձը այսպես Իրաքում, Աֆղանստանում եւ Լիբիայում ընդհանուր առմամբ վերջապես դրական արդյունք չունեցավ, այսինքն ժողովրդավարություն դուրսիցը տեսնում ենք, որ մեծ իմաստով չի պատասխան տալի։ Հիմա կարելի է ներկա վիճակում ասենք 20 տարիներից հետո Իրաքի պարական մի քիչ գնում է դեպի կայունություն, բայց ինչ վերաբերում է Աֆղանստան, ինչ վերաբերում է Լիբիա եւ որոշ ուրիշ օրինակներ, դա հուսադրելի չի, հետեւաբար Իրանում այդպես ցնցումները կարծում եմ կարող է շատ վատ հետևանքներ ունենալ։ Այսինքն այդ սցենարն էլ ամեն դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգները զգուշորեն է մոտենալու այդ սցենարին։ Ես կարծում եմ, այսինքն տրամաբանությունը եւ Ամերիկայի նման մեկ պետության մասին ենք խոսում,
տրամաբանությունը այդպես մեզ թելադրում էր, պետք է այդպես մոտենալ։ Բայց ամեն դեպքում նաև տեղեկատվական դաշտում անցել են պատերազմի, գիտեք, առաջին օրվանից Թրամփը սպառնում է, որ կմիջամտեն, օգնությունը ինչպես Փեհլևին էր ասում, նույն կերպ Թրամփն է մեջբերում, որ օգնությունը չի ուշանում, անգամ երեք հայտարարել էր, որ Իլոն Մասկին է դիմել, որպեսզի այդ ինտերնետի հարցը կարողանան կարգավորել, եւ այսպես շարունակ։ Իրանի կողմից էլ տեսնում ենք հակառակ հայտարարություններ, որ եթե Իսրայելը եւ կամ Միացյալ Նահանգները միջամտեն, այդ դեպքում Իրանը կարող է թիրախավորել բոլոր ռազմական օբյեկտները, թե Իրանի, թե Իսրայելի։ Այսինքն տեղեկատվական մակարդակում գոնե այդ պատերազմը հիմա կա, ինչ է կարծում, դա կմտնի ինչ որ պահի թեժ փուլ, այսինքն Իրանը, Իսրայելը եւ կամ Միացյալ Նահանգները այս պահին կգնա Իրանին հարվածելու ուղղությամբ։ Ես չեմ կարող այսպես միանշանակ պատասխան տալ, բայց Իսրայելի մասով գիտենք, որ Իսրայելը ցանկություն ունի Իրանին ինչքան կարելի է նվազեցնել, վնասել, նույնիսկ քայքայել։ Այն իրանց համար ուրիշ առաջնահերթություններ կա։ Ամերիկայի համար չեմ կարծում այդպես լինի, որ Իրանը աշխարհաքաղաքական եւ ռազմավարական ահռելի հարված ստանա, որ ասենք հողային ամբողջականությունը խանգարվի եւ այլ։ Բայց այդ հետևանքները, որ ես մասին խոսեցի որոշ չափով, դրան կարծում եմ Ամերիկայի համար էլ պետք է մտահոգիչ լինի։ Եվ հոգևոր առաջնորդի հետ կապված, տեսեք, պարոն Բեգլարյան, էլի քանի որ ինֆորմացիան շատ խառն է ու հնարավոր չէ հասկանալ այս պահին որքանով է հավաստի, որքանով ոչ, խոսակցություններ կան, որ հոգևոր առաջնորդը անգամ պատրաստ է այն սցենարին, որ եթե իրավիճակը այսպես կանխատեսելիությունից դուրս գա, ինքը պատրաստվում է մեկնել Մոսկվա, էլի եմ ասում, չգիտեմ որքանով են հավաստի այդ տեղեկությունները, բայց դուք նման սցենար էլի հավանական համարում եք, որ ինչ որ փուլում, եթե իրավիճակը դուրս գա այդ կանխատեսելիությունից հոգևոր։ Իհարկե կյանքում եւ քաղաքական կյանքում շատ բաներ կարելի է լինել, բայց ընդհանուր առմամբ որ ես իմ կենսափորձից եւ տեղեկություններով եմ գնահատական կարողանում տալ այս պահին, չէ, ես դրանք հեռու եմ տեսնում։ Այսինքն կարելի է շատ հարցեր պատահի հետո, բայց այդ որ հոգևոր առաջնորդը բաց թողնի գնա Մոսկվա, ես մի քիչ անհետացություն եմ համարում, չեմ կարծում նման մի բան լինի։ Եվ Փեհլևին, այսպես ասած, փոխարինելով ներկայիս իշխանություններով կառավարական համակարգով, ինչ խնդիր է իր համար ուզում լուծել Ամերիկայի Միացյալ Նահանգները, այսինքն ինչպիսի Իրան է փորձում նաև ստեղծել։ Ինչպիսի Իրան է պետք Միացյալ Նահանգներին առհասարակ։ Գիտեք, Իրանը ամենայն դեպս միշտ միջազգային համակարգի եւ նորմերի հակառակ եւ հակասող խաղացող է եղել։ Թեպետ հաճախ էլ շատ պրագմատիկ են մոտեցել, հենց ամերիկացիք բավականին փորձ ունեն Իրանի հետ համագործակցության, բայց ընդհանուր Իրանը իր հայեցակարգային առումով եւ գաղափարական հիմքերով իմաստնավորի Ամերիկայի եւ Իսրայելի հետ համագործակցությունը նկատի առնելով Իրանը այդ հակադրության մեջ է գտնվում։ Եւ մենք փորձերը տեսնում ենք, որ միջազգային համակարգի համար ինքը միշտ հարցադրումները ստեղծում եւ հարց է դնում։ Դա քանի որ մտածում է, որ համակարգ եւ վերլուծում է, որ համակարգը անարդար համակարգ է։ Բայց երբ խոսքը հասնում է այդ համակարգի հետ ըստ պահի աշխատել, տեսնում ենք Իրանը ունեցել է համապատասխան ճկունությունը եւ աշխատել է։ Բայց հարցի մյուս կողմը այն է, որ ամենայն դեպս դա անընդհատ վստահություն անվստահության սինուսային իրավիճակ է ստեղծել այս 4 տասնամյակի ընթացքում։ Ամերիկան բնականաբար, քանի որ ունի իր ռազմաաշխարհաքաղաքական ավելի մեծ պլանները, հատկապես Չինաստանի ու Ռուսաստանի հարցով, եւ տարածաշրջանը ավելի վերահսկելի դարձնելով, հիմա ասենք թե էներգետիկ հարցերը կան, թե այսպես տարանցիկ ճանապարհների, գազամուղների, նավթամուղների, երկաթգծերի, սրանք ամենը Իրանի համար ցանկալի է, որ ունենա նոր Իրան, որը իր հետ համագործակցի։ Բայց նաեւ ստեղ մեկ հարց կա, անցած 4 տասնամյակի շուրջ 5 տասնամյակի ընթացքում Իրանի եւ տարածաշրջանի երկրների վերաբերմունքը, իրենց զարգացման process-ները, աշխարհաքաղաքական դիրքավորումները, միջազգային հարաբերություններում իրենց տեղն ու դիրքը, ասենք Սաուդական Արաբիան, Քուվեյթը, Ղաթարը, Օմանը, ինչու՞ չէ հենց որոշ չափով Եգիպտոսը, դեռ չխոսենք Իսրայել, սրանք բոլորը այս 5 տասնամյակի մեջ իրենց բացատրությունը գտել են։ Հիմա քանի որ նաեւ գնում ենք անցումային շրջան, բնականաբար իրենք թե այդ մտահոգությունը ունեն եւ թե այն որ թե նոր Իրան հանդես կա, հիմա այս երկրների հետ հարաբերությունները ոնց պետք է լինեն, ասենք ինչ մոդել պիտի լինի։ Ենթադրենք այդ Աբրահամյան խաղաղության շրջակցում պետք է լինի, սրանք ամենը հարցեր են, որ գուցե այո, եթե Ռեզա Փահլավիի նման մեկը գործի գլուխ կա, շատ բաներ կարող է այդ ուրիշ ձևի ընթանա եւ այդ ուղղությամբ ընթանա։
բայց Ռեզա Փահլավին էլ ինքը մեկն է եղել, որ ինքը ոչինչի իմ կարծիքով անձնապես ոչինչի ոչ փորձ ունի, ոչ փորձառություն։ Եվ երբ որ Իրանի օպոզիցիոնը այդպես հակասական դիրքերում են իրար հետ եղել, եւ հենց հիմա էլ որոշ ես տեսնում եմ անաչառ մեկնաբաններ, որ արտասահմանում են, եւ լսում եմ իրենց, տեսնում եմ իրենք դատապարտում են Ռեզա Փահլավուն եւ թագավորականներին, որ ամենայն դեպս ներկա իրավիճակում էլ իրանք չեն հանդուրժում իրենց որոշ հակառակորդներին կամ քննադատողներին։ Հետո խոսքը առաջանում, ասենք իրանք են այս հարցադրումն անում։ Վաղն էս մարդը, որ ամենայն դեպս եղել է, ինչ են ասում, սերել է ինչ որ թագավորական եւ բռնի թագավորության անցյալից, այս մարդը Իրանի ներսում ինչպես է կարող կառավարել, ինչպես կմոտենա։ Մենք իսկապես այդ խոստումները, որ մասին խոսվում է ժողովրդավարություն եւ այլը, արդյոք իսկապես մեզի հասանելի կլինի, թե չէ։ Սրանք նաեւ թեմաներն են հենց այս պահին արտասահմանյան որոշ իրանցիներ, որ կարծում եմ որոշ չափով ավելի լուրջ չեն, ավելի անաչառ են, մասին խոսում են եւ իրենցից հարց են տալիս, թե ինչ գործընթաց կան։ Ամենայն դեպս Իրանը շատ բարդ ու խրթին հարցեր ունի։ Այսինքն ներկայի Իրանի տնտեսական, չգիտեմ, ջրային ռեսուրսների, էներգետիկ խնդիրները, սրանք բոլորը մեծ ներդրումների կարիք ունի եւ իսկապես պետական ահռելի բյուրոկրատիայի վարչարարական կարիք ունի, որ վերականգնվի, վերաթարմանա, վերանորոգվի։ Անշուշտ այս հարցերը Իսլամական Հանրապետության համար էլ դեմ հանդիման է։ Եթե չլիներ, այս առիթները այսպես չէր ստացվել։ Մեծ բացթողումներ է եղել, բայց այդ որ մեկն էլ դուրսից գա, պիտի ում հետ այդ երկիր, ում միջոցով այդ երկիր կառավարում։ Դա իմ համար մեծ հարց է։ Այսինքն եթե Իրաքի պարակային, որ կասենք Ամերիկայի ամենաառաջին եւ գործնական փորձն էր այս արտիական շրջաններում, չգիտեմ, անունները չեմ հիշում, Ամերիկայի այդ ղեկավարությունը, զինվորականները եկան իրանց հետ, չգիտեմ, վարչարարական հարցերով մասնագետներ բերեցին, բայց հետո բարդությունները առաջացավ, հետո տեսանք, որ մենք նույնիսկ Սադդամի բանակի հրամանատարներն ու զինվորականները, որ քաշվել էին իրանց տոհմերի աշխարհագրական դիրքերում, թայեֆայական հետակային ինչպես ոտի կայնացին եւ Դաեշն ու նման խմբավորումներ նաեւ սրանց ծոցից բարձրացան եւ սնվեցին ու զարգացան։ Սրանք մեկ վտանգ հարցեր են, որ ես կարծում եմ երկպատիկ Իրանում պետք է ամենին մտահոգի Իրանի մասին այս հարցեր։ Պարոն Բեգլարյան, տեսեք, եթե Միացյալ Նահանգներին պետք է ինչ-որ իմաստով պրո-ժողովրդավարական կամ պրո-արևմտամետ, պրո-ամերիկամետ, այսպես ասած, իշխանություն, որպեսզի համագործակցի նաև Միացյալ Նահանգների հետ, մենք գիտենք, որ տարածաշրջանում կան երկրներ, որոնք առնվազն դրանում հետաքրքրված չեն։ Օրինակ, պրո-ժողովրդավարական կամ ավելի ուժեղ, ավելի արևմտամետ Իրան տեսնելով նույն Թուրքիան, նույն Ռուսաստանի Դաշնությունը, ինչու՞ չէ նաև Ադրբեջանը, դուք ինչ եք կարծում, այս ուժերի կողմից էլ հնարավոր է միջամտություն որևէ կերպ, որպեսզի Իրանը այս պահին չգնա այն ճանապարհով, որ ուզում է տանել Միացյալ Նահանգները եւ նույն Փեհլևիի այս իշխանության գալը հնարավորինս անհնար դառնա։ Նման միջամտություն կարող ենք տեսնել նաև այլ երկրների կողմից, թե բացառում եք դա։ Այսինքն այն որ փորձեն այդ Իրանը դեպի ավելի ժողովրդավար եւ պրոամերիկան պրոցեսներ փորձեն դա կանխել։ Կարելի է որոշ երկրներ այդպես մտածեն, բայց ինչպես ասացի, որոշ երկրներ, այսինքն անհարևանության երկրները տարածաշրջանի, որ 5 տասնամյակ ձևակերպել են իրենց տեղն ու դիրքավորել են իրենց միջազգային հարաբերություններում, հատկապես Ամերիկայի հարցով, Ամերիկայի վերաբերյալ, սրանք նաև հիմա այդ հարցի դեմ հանդիմանն են, թե հետագա կամ ներկա ընթացքը, անցումային ընթացքում իրենք ինչ տեղուտեր կունենան։ Եվ արդյոք դրանց մասին Ամերիկայի իշխանությունը ինչ որ հստակեցնումներ իրենց արել է, ես դժվար եմ տեսնում, հատկապես որոշ չափով գուցե Թրամփի վարկագծից ելնելով, բայց այո, դա էլ կարելի է ինչ որ վարկած համարել, որ որոշ երկրներ այդ խանգարումները կառաջացնեն։ Ես մեկ եթե թույլ տակ խոսում է Իրանի տրոհելու մասին, ադրբեջանական համայնքի մասին։ Այո, դրանք իսկապես մեծ վտանգ է թե Իրանի համար, թե տարածաշրջանի համար, եւ եթե ժողովուրդ, եթե երկրներ կան, որ նման հավակնություններ ունեն, որ կան, հետեւաբար նրանց համար այդ չի, որ Իրանը ժողովրդավար է, թե ժողովուրդը վար չի։ Իրանց համար այն է, որ կամ այդ տրոհումը տեղի ունենա, իրենք հզորանան, իրենք հեգեմոն դառնան, ասենք Իսրայելը, ասենք Թուրքիան, կամ այն, որ Իրանը ինչքան կարելի է նվազ լինի, անկախ հետո թե ինչ իշխանություն կլինի։ Հիմա հարցը հետեւյալն է. եթե ենթադրենք նման ձևով իշխանափոխությունը Իրանում տեղի ունեցավ, արդյոք մեկ հանգրվանից հետո Ամերիկան կցանկանա կամ կկարողանա Իրանին ինչ որ ձևով հովանավորել, մի խոսքով տեր կայնել իր ստեղծած իրավիճակին, թե չէ։
Սրանք ամենը հարցեր։ Եվ նաև մասամբ Ադրբեջանի չեզոքությունը այս իրավիճակում ինչով կարող ենք պայմանավորվել, դա կարող ենք կապել իսրայելա-թուրքական որոշակի լարվածության հետ, որովհետև մենք գիտենք, որ Ադրբեջանը առնվազն նման դեպքերում միշտ էլ ընկալվել է Իրանի կողմից որպես Իսրայելի, այսպես ասած, դաշնակից եւ միշտ ընկալվել է այնպես, որ օրինակ հարված կարող է լինել նաև Ադրբեջանի կողմից։ Հիմա մենք տեսնում ենք այդ առումով չեզոքություն։ Այո, կարող է այդպես լինի։ Գիտեք, մեկ տեսակետ առաջացավ քանի օրեր առաջ, երբ ցույցերը սկսեցին սկզբնական առաջի մեկ շաբաթը մեծի մասամբ տեսանք, որ Իրանի հյուսիս-արևմտյան նահանգներում ցույցերը այդպես ոչ թեժացավ, ոչ այդքան ժողովուրդը մասնակցեցին, նույնիսկ շուկայի ներկայացուցիչները հայտարարությամբ հանդես եկան, ասացին մենք չենք գործադուլ կատարում եւ այլ եւ այլ։ Հիմա այս տեսակետը կար որոշ մասնագետների մոտ, թե քանի որ Թուրքիան այս պահին քանի որ լուրջ հարցեր ունի Իսրայելի հետ Սիրիայում եւ տարածաշրջանում, բոլորովին համաձայն չի Իրանի քայքայմանը, հետեւաբար հորդորել է նաեւ Ադրբեջանին եւ իր գործակալներին, որ որևիցե խլրտումներ չսկսեն Իրանի ներսում, որը նման ցույցեր չլինի։ Իհարկե, այստեղ մի քիչ հարցը ինձ համար հետաքրքիր է, որ բոլորը այդ մեկնաբանները այդ բոլոր գործոնները արտաքինից են տեսնում, այսինքն այդքան Թուրքիան ազդեցություն ունի Իրանի այդ նահանգներում, որը հստակորեն կարողանում է ասել, որ մի մասնակցել կամ մի խլրտումներ ստեղծել եւ այլ։ Ես այդքան կողմ չեմ, որ այդքան թափանցել են եւ այդքան ամենտեղ դերակատար են։ Անշուշտ կան, մեծ դժվարություն է, բայց որ ասենք միանշանակ այդ գործոնին վերագրենք այս ցույցերը տեղի ունենալուն, կարծում եմ, որ այդ նահանգներում, կարծում եմ, որ ծայրահեղություն է։ Հակառակ տեսակետն էլ կարող է լինել, այսինքն հատկապես 44-օրյա պատերազմից հետո եւ այդ փոփոխությունները, որ տարածաշրջանում տեղի ունեցավ, եւ մենք տեսանք Իրանի զգայունությունները, ասենք գիտենք էլ թե Ադրբեջանի կողմից եւ այլ, անկախ նրանից որ Իրանը փորձել է միշտ չափավոր ըստ իրեն հավասարակշռված լինի Ադրբեջանի եւ Թուրքիայի մասով, բայց ամենանդեպս թե զգուշացրել է, թե զինափորձել է կատարել, թե գուցե կարողացել է ժամանակին այս 4 տարվա ընթացքին համապատասխան լծակները կիրառել, որ նման շարժումների ավելի վերահսկելի դարձնել, որովհետև մտածել է ներկա իրավիճակում այդ նահանգներում ամենազգայունն են իրավիճակը։ Միտքս անցած 4 տարվա ընթացքին մինչև այս պահին անցնենք, որ նույնը որոշ չափով եղել է, ասենք Սիստանը, Բելուչեստան, հարավ-արևելյան շրջաններում։ Այսինքն այս բոլորի հանրագումարն է եւ դա ցույց է տալիս, որ ամենանդեպս Թուրքիան ներկա իրավիճակում այդ վարկագիծն է ցույց տալիս, որ դուք այդ ձևակերպեցիք։ Պարոն Բեգլարյան, չենք կարող չխոսել նաև այն մասին, թե այս զարգացումները, որ ընդհանուր առմամբ տեղի են ունենում Իրանում եւ հնարավոր հավանական սցենարները, թե իշխանափոխությունը Փեհլևանի իշխանության գալը եւ թե տրոհումը ինչքան է որ դժվար է եւ կամ անհավանական եք դուք դա համարում, բայց ամեն դեպքում այդ հնարավոր հավանական սցենարները ինչպես կազդեն տարածաշրջանի վրա ընդհանուր առմամբ եւ հայ-իրանական հարաբերությունների վրա։ Մենք նաեւ գիտենք, թե Թրիփի հետ կապված ինչպիսի մոտեցում ունի հոգեվոր առաջնորդ եւ այսպես շարունակ, այսինքն այդ առումով ինչ որ բան կարող է փոխվել, օրինակ եթե իրավիճակը մնա նույնն է, ինչպես որ նախկինում է եւ իշխանափոխություն չհաջողվի, կարող է Թրիփի առումով տեսակետը ավելի կոշտանալ հաշվի առնելով նաեւ որ Միացյալ Նահանգները այդտեղ ներդրող է որպես հանդես գալու։ Գիտեք, արիք հիմա այսպես մտածենք, մինչ այժմ Իրանը հստակ գիտեր, որ անկախ ասում եմ արտահայտությունների հետ կամ վերաբերմունքներ։ Իրանը հստակ գիտեր, որ այսօր Իսրայելը արդեն Ադրբեջանի հողի վրա իր հարևանությամբ կայնած։ Իրանը 12 օրվա պատերազմի փորձ ունի։ Իրանը նաև գիտի, որ ասենք Իրաքի մեջ ինչ որ իսրայելցի ակտիվություններ ունեն, ասենք հատկապես քուրդական բաժին եւ այլ։ Հիմա ներկա իրավիճակում եւ հատկապես Իրանը այդ փորձն ունի, որ ինչ իսրայելական հետախուզական եւ այսպես գործակալական համակարգը ինչքան թափանցել է Իրանի մեջ, քանի որ տեսանք այդ պատերազմի օրերին դերակատարությունները, հետագա ընթացքը, վնասները, որ Իրանը կրեց եւ հատկապես հիմա այս ցույցերը։ Այսինքն այս բոլորը, եթե այս հանգրվանը Իրանը անցկացնի, ես կարծում եմ Իրանը թե տարածաշրջանի, թե Իսրայելի վերաբերյալ դերակատարությունը կամ նրա այսպես խաղակարտերը, որ հավանական կարող է ունենալ տարածաշրջանում, շատ ավելի կփորձի
զգայուն լինել, շատ ավելի կփորձի կարճր մոտենալ եւ մեր խոսքով չթողնել այդ process-ների հետագա զարգացում։ Հիմա այստեղ հարցը ինչ վերաբերում է TRIP-ին, ամենայն դեպս Իրանը մենք գիտենք, որ Հայաստանի պետական այրերը անընդհատ փորձել են պարզաբանումներ անեն, միշտ տեսնում ենք շփումները կա, տարբեր մակարդակի դիվանագետների շփումներ կա եւ այլը։ Սա դրական գործընթաց է եղել։ Հատկապես Իրանի ԱԳՆ-ի կողմից էլ կարծում եմ այդպես է գնահատվել անկախ, բայց դա չի նշանակում, որ Իրանը մտահոգ չի, երբ որ երբեմն վելայաթին է հանդես գալիս, հոգևոր սրանք բոլորը այն են, քանի որ շատ մանրամասնությունները դեռ հստակ չի, թե այդ TRIP իսկապես ինչ ձևակերպում կստանա, որ ընկերություններ կմասնակցեն։ Ամենայն դեպս էլ դու գիտեք, ի վերջո, երբ որ խոսք է գնում տարբեր երկրների ներկայության որևիցե աշխարհակրթական դիրքում, ուզենք թե չուզենք այդ մտահոգությունը կառաջանա, թե ովեր են գալիս, ովեր են արդյոք հետախուզական քայլեր կկատարվի, թե չէ։ Դուք տեսեք, երբ որ ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները գալիս էին Իրան այդ ատոմական, ինչ քանիսին Իրանը չթողեց ներս գան կամ հետո մտահոգություն հայտնեց կամ հետո ընդգծեցին, որ այս մարդիկ լրտեսեր են եղել եւ այլ։ Հետեւաբար այս բոլորը մտահոգության տեղի կտա Իրանում, ես կարծում եմ, որ դա այս հանգրվանն էլ եթե անցնի շեշտակի կդառնա։ Այսինքն Իրանը կարող է իր վերաբերմունքը ավելի կոշտացնել, ես ճիշտ հասկացա։ Հայաստանի հանդեպ TRIP-ի հետ կապված հատկապես։ TRIP-ի հետ կարելի է, այո, բայց Հայաստանի հետ հիմա կապ ունի, կապերը ոնց ստացվեն։ Ամենայն դեպս Իրանը Հայաստանի հետ իր հարաբերություններ ընդհանուր առմամբ շատ դրական է գնահատական տվել միշտ, հիմա էլ կարծում եմ նույնը կլինի։ Բարեկամական հարաբերությունները մնում են։ Այո, բայց ի վերջո երբ գործնականում հասնի որոշ տեսակի, ասենք ենթակառուցվածքային կամ հարաբերություններին կամ գործադրման փուլ անցնելու հարցով վերջապես Իրանը կունենա իր նկատառումները։ Ես կարծում եմ դրանք վերջապես, այսինքն նորմալ էլ համարում եմ ինչ-որ առումով, բայց գուցե ինչ-որտեղ Իրանը փորձի ավելի խիստ ձևով հանդես գա, որովհետև այդ մտահոգությունները կունենա։ Հիմա հարցը կմնա, թե հայկական կողմը ինչպես կկարողանա դրանք փարատել կամ, ասենք, Ամերիկայի հետ համագործակցության ընթացքում ինչ մեխանիզմներ կճշտի, որ Իրանի համար ավելի հստակ լինի եւ երկուստեք կարողանան օգտվել դրանից։ Շնորհակալ եմ, պարոն Բեգլարյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախկին падգամավոր Ռոբերտ Բեգլարյանի հետ։ Կհանդիպենք։